Քրիստոս հարյավ իմերելոց մեզ եւ ձեզ մեծ աղետիս։ Մեր կյանքում սիրելիներ, իբրև հասուն, իբրև գիտակից մարդիկ մենք մեր արարքների համար պատասխանատու ենք եւ պատասխանատվության զգացում ունենք։ Սակայն շատ է պատահում, երբ մեր խիղճը մեզ սկսում է տանջել։ Մենք զգում ենք, որ ինչ-որ մեկի հանդեպ վատ ոչ վայել անհարիր պահվածք ենք ցուցաբերել, աններելի մեղքեր ենք գործել եւ որ ամենակարևորն է, մտածում ենք, որ Աստված մեզ չի ների։ Եվ հենց այս պահերին է, որ մենք Աստծո կարիքն ավելի շատ ենք զգում, քան երբևէ, եւ չնայած սրան ի հակադրություն մենք չենք կարողանում աղոթել։ Կարծում ենք, որ մեր այդ մեղքերի հետ անհամատեղելի է մեր աղոթքը։ Այդպես մենք փորձում ենք նաև խուսափել Աստծուց, ինչպես օրինակ խուսափեց Ադամը, փորձելով Տիրոջից թաքնվել դրախտի պարտեզում, կամ ինչպես այսօրվա ընթերցման մեջ Ղուկասի ավետարանից Պետրոս Սարաքյալը, Սիմոն Պետրոսը Քրիստոսին ասաց. «Հեռու ինձնից Տեր, որովհետև ես մեղավոր մարդ եմ»։ Ընթերցենք այդ հատվածը։ Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռու գնա Տեր, որովհետև ես մեղավոր մարդ եմ»։ Քանզի վախը պատել էր նրան եւ բոլոր մարդկանց, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով։ Նույնպես եւ Հակոբոսին եւ Հովանեսին, Զեբեդեոսի որդիներին, որոնք Սիմոնի որսակիցներն էին։ Եվ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի վախեցիր, այսուհետև դու մարդկանց պիտի որսաս կյանքի համար»։ Եվ նավակը ցամաք հանելով թողեցին ամեն ինչ ու նրան հետևեցին։ Սիրելիներ, Պետրոսն այն մարդն էր, որ մեծ սիրով Քրիստոսին դեռևս հռչակ չունեցող, անուն, համբավ չունեցող, տրամադրեց որպես քարոզության բեմ իր նավակը, եւ դեռ ավելին, անսալով Տիրոջ ձայնին, երկրորդ անգամ ուռկանը ծովը գցեց եւ տեսնելով, զարմանալով այդ մեծ քանակությամբ որսից, եւ ինչպես նաեւ գիտակցելով դիմացինի մեծությունը ու իր անկատարությունը, բացականչեց ասելով. «Ինձնից հեռու գնա Տեր, որովհետև ես մեղավոր մարդ եմ»։ Եվ հենց այս խոնարհության, այս սեփական մեղքերի մեղավորությունը գիտակցելու շնորհիվ նա դարձավ այն վեմը, որի վրա Քրիստոս պիտի կառուցեր իր եկեղեցին։ Մեր կյանքում էլ յուրաքանչյուր մեկս գիտակցում ենք, երբ գիտակցում ենք մեր մեղքերի շատությունը, կարծում ենք, որ իրապես չենք կարող Տիրոջ առջև կանգնել, բայց երբ խորապես գիտակցենք Քրիստոսի այս աշխարհ գալու սուրբ առաքելության իմաստը, պիտի հասկանանք, որ Քրիստոս չեկավ մեզ դատելու, այլ եկավ, որպեսզի մաքրի մեզ մեր մեղքերից եւ որպեսզի կարողանա նաեւ իր առաքելության մասնիկը մեզ դարձնել։ Ուրեմն սիրելիներ, ողջ հոգով զղջմամբ, ապաշխարությամբ եւ խոնարհությամբ խնդրենք Տիրոջը, որպեսզի չնայի մեր անկատարությանը, այլ մեզ մաքրելով ամեն տեսակ մեղքերից կարողանա մեզ կյանքի կոչել եւ որպեսզի մենք էլ կարողանանք հարատևել իր սիրո մեջ եւ կարողանանք նաեւ իր առաքելությունը կյանքի կոչել մեր քրիստոնեական ճշմարիտ վարքով։ Աստված պահապան ամենքիս։